Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցին է, գտնվում է գյուղի կենտրոնում, գինու գործարանի տարածքում։ Եկեղեցու կառուցման տարեթվի վերաբերյալ տարբեր վարկածներ կան, դրանցից մեկի համաձայն սրբատեղին կառուցվել է 1890 թվականին, իսկ 1894-ին նորոգվել գյուղացիների միջոցով։ Գործել է շուրջ 40 տարի, Ստալինյան բռնապետության տարիներին փակվել է ու վերածվել պահեստի։ Իշխանությունները փորձել են քանդել եկեղեցին, սակայն ինչպես տեղացիներն են պատմում, անգամ բռնապետության տարիներին գտնվել են մարդիկ, ովքեր անտեսելով աքսորի ու գնդակահարության սպառնալիքները թույլ չեն տվել, որ խոնարհվի աղոթատունը։ Սովետական տարիներ իրենց վատ ազդեցություն ունեցել են, իր տարածքների մեջ փոքրացել է, այս փոքր տարածքում է ամփոփվել եւ մենք որքանով որ կարողանում ենք փորձում ենք այս փոքր տարածքն էլ բարեկարգել, բարեզարդել։ Թեև շուրջ 60 տարի Սուրբ Աստվածածինը չի գործել, բնակիչներն այնուամենայնիվ չեն կտրվել եկեղեցուց։ Վերաբացվել է 1994 թվականին եւ այսօր Սուրբ Աստվածածինը շրջակա 8 գյուղերում գործող միակ եկեղեցին է։ Տեղացիներն ուրախանում են, որ իրենց համայնքներում հոգևոր կյանքը վերազարթոնք է ապրում, որ շրջակա բոլոր գյուղերից մարդիկ գալիս են եկեղեցի։ Շատ զորավոր եկեղեցի է, ճիշտ է, ես հեռվից եմ գալիս, գյուղի բնակիչ չեմ, բայց Աստված ինձ բերում է, ուժ ու զորություն տալիս է, բերում է։ Ես կողքի համայնքից եմ գալիս, գյուղից, քանի որ մեր գյուղում կա եկեղեցի, բայց կիսակառույց է, վերանորոգեցին, սկսեցին կառուցել, բայց կիսատ մնաց։ Այդ պատճառով էլ գալիս եմ Դալարի եկեղեցին։ Բարերարները որոշ գործեր արել են, բայց կուզեմ ավելի շատ գործեր արվի այս եկեղեցում, որպեսզի ավելի շատ հավատացյալներ լինեն, տաղանդների դեմը պայքար լինի, գան հավաքվեն մայր եկեղեցու շուրջը։ Տեր Եփրեմն այստեղ սպասավորում է շուրջ 5 տարի։ Ուրախությամբ է նշում, որ տեղացիների օգնությամբ կարողանում է բարեկարգել եկեղեցին։ Այդուհանդերձ դեռևս վերականգնման որոշ աշխատանքների կարիք կա։ Պետք է նորոգվեն եկեղեցու ավանդատները, փակվեն գմբեթի վրա բացված ճեղքերը, բարեկարգվի տարածքը, կառուցվի հովվատուն։ Պատուհաններն ենք փոխել, այս ճանապարհն է պատրաստվել, դուռն ենք դիմացի, մուտքի դուռն ենք փոխել եւ հիմա շուտով մի ամիս ու կեսից նաեւ մյուս դուռը կփոխվի։ Ուզում ենք մի փոքրիկ զանգակատուն ունենալ, որ զանգերը ավելի հարմար տեղում կախվի։ Դարասկզբին գյուղի առաջին կրթօջախը հենց այս եկեղեցում է գործել։ Տեր Եփրեմի ու տեղացիների ցանկությունն է վերականգնել հին ու բարի ավանդույթները, վերաբացել կրթօջախը, որտեղ կհավաքվեն գյուղի թե մեծահասակները եւ թե փոքրերը, հոգեվոր զրույցների, աստվածաշունչ ուսումնասիրելու, կրոնի ու այլ դասերի մասնակցելու համար։